Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Իհարկե, պլակատներից մեկի վրա գրված է, որ Վիոլա ջուրը կոռուպցիոն գործարքի մեջ է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Խնդրեմ կհիմնավորեք ինչի մասն է խոսքը։ Վիոլա ջրին աբորինի լիցենզիա է տրված, չունենալով ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հիմք։ Դա լիցենզիայի կարգը, որ հանրային ծառայությունները ունի մշակված, նա էլեմենտար բան է, նրան ոչ մի վարձակալության ոչ մի գույք հանձնված չի։ Մինչև այսօր 7 տարի աշխատում են, ոչ մի գույք հանձնված չի։ Նա ինչ իրավունք ունի, լիցենզիան տվել են, Ռոբերտ Նազարյանը խախտելով բոլոր վերևի Սերժիկ Սարգսյանը կարգադրել է, արել է, մինչև այսօր էլ այդ բանը շարունակվում է, գնում է առաջ։ Ինչ լիցենզիա են տվել, հիդրոկայանի թե ջրամատակարարման։ Բանի Վիոլայի մասին մենք վաղուց ունենք 93 թվականից ունենք։ Ինչպես։ 93 թվականից Հիդրոկայան ուներ լիցենզիաներ մինչև Վիոլա ջուրը ընդհանրապես Հայաստան զանը։ Մենք ոչ մի պրոբլեմ չենք ունեցել նախկինում եղել են այդ բաները ջրմուղները կան, Շիրակ ջրմուղ, Լոռի ջրմուղ, Նոր Ագունք, Երևան ջրմուղ եւ այլն։ Այս բոլորը թղթի վրա բոլորը կան, ոչ իրանց գույքերը իրանց տեղն է, հասնել են աբորինի Վիոլա ջուր, ոչ մի ֆրանսիական, ոչ մի մրցույթ, ոչ մի ֆրանսիական հիմնակ չի եղել։ Միտումնավոր կերպով Ֆրանսիայի անունը օգտագործում են, ասում են բանը ֆրանսիական իբր հիմնարկի է, ժողովուրդը միամիտ գիտե թե բանը։ Ջուրը ուղարկում են դրային ռեսուրսները դեպի Թուրքիա, սակագինը մինիմում 2 անգամ բարձրացրել են, պլյուս 40 դրամել ամեն խորանարդի համար բյուջեից են պատկերացրել։ Ազատված են բոլոր հարկերից, ոչ ենտես, ոչ մի հարկից բաց չեն մուծում, Վիոլա ջուրը։ Հիմա հարցը առաջանում, ովքեր են կանգնած այդ, մենք գիտենք ովքեր են կանգնած, ինչի այս մարդիկ տեղը չեն եղել։ Ովքեր են կանգնած։ Ով է, չգիտեք ովքեր են, ով որ եղել է ժամանակ պրեզիդենտ, ով որ եղել է վարչապետ, դրանք են կանգնած։ Կարող է ավետիսան գույքեն։ Բա մեր կառավարությունը անընդհատ խոսում է այն մասին, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անեն, իրանք եկել են, էստաֆետի փայտիկը վերցրել են, ավելի խիստ ձևով այդ բաները արվում է։ Մենք Գյումրիից էսել եղավ երկրորդ, երրորդ շաբաթն է, գալիս ենք ստեղ։ Ես ասում եմ, ամսու 30-ին այս իմ բանի, որ այսպես շարունակվի, իրանք ոչ մի ցան հնական չեն ավել։ 1000% այս ճշմարտություն եմ ասում։ Չի կարելի այսպես։ Այս մարդիկ աշխատանք կորցրել են, դիմել են, եկել են, ասում են, այ մարդ, այս մարդ աբորինություն անում, ջուրը ուղարկում է Թուրքիա, Գար մեզ բան է, ռեկետ է անում, մեզ բացարձակ մեզանից կաշառք են պահանջում, որ մենք բանը պետք է իրենց հետ բանի մեջ մտնենք։ Հիդրոկայանը անուն ունի, ինչ հիդրոկայան է։ Անունը էներգոտեխնիկա սրբեր, Զգաստու Գյումրի ջրատարի վրա է կորած։ Ես ասովի անուն արամ, մեր ընկերության անունով է։ Շատ լավ, շնորհակալություն։